Եգիպտոսի Շարմ el-Շեյխ քաղաքում այսօր կայացավ Գազայում խաղաղության հաստատման ուղղված գագաթնաժողով։ Այդ գագաթնաժողովին հրավիրված էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, բացի Հայաստանի վարչապետից ովքեր էին հրավիրված։ Այս դեպքում հրավիրողները այս ֆորումի համանախագահողներն են, այսինքն Միացյալ Նահանգներն ու Եգիպտոսը, եւ հրավիրվածների թվում աշխարհի 20 առաջնորդներ են, եւ իհարկե պատվաբեր է լինել մի շարքում Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Էմիրությունների ղեկավարների հետ, նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներ լինելու Եվրախորհրդի նախագահը եւ այլն։ Նշեմ, որ Ռուսաստանը հրավիրված չէ, փոխարենը հրավեր ուղարկվել է Իրանի նախագահին, ով չի ընդունել այս հրավերը։ Համասը չի մասնակցելու, քանի որ ահաբեկչական է ճանաչված ամբողջ աշխարհում, թեև խոսքը հենց Գազայում խաղաղության մասին է, ամենայն հավանականությամբ Գազայի փոխարեն այդ խաղաղ համաձայնագիրը կստորագրի միջնորդը, հավանաբար դա կլինի Քաթարը կամ մեկ այլ ծոցի երկիր։ Պաղեստինի վարչակազմը ներկայացված է առաջին դեմքով, Մահմուդ Աբբասը հրավիրված է, Նետանյահուի մասնակցության հարցը մինչև վերջին պահը հարցական էր։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ Իսրայելի վարչապետը չի կարողանա մասնակցել այս գագաթնաժողովին եւ դա պատճառաբանում էր նրանով, որ հոկտեմբերի 13-ին երեկոյան սկսվում է հուդայական Սիմխաթ Տորա կրոնական այդ տոնը, բայց պարզ է, որ դա ընդհանրապես պատճառաբանություն է։ Տեղեկատվական արտահոսքներ եղան այն մասին, որ չի բացառվում, որ վերջի պահին այնուամենայնիվ Իսրայելի վարչապետը միանա եւ մասնակցի եւ թե իբր դա կապված է նրանից, թե ինչ բովանդակության կունենար Թրամփի այսօրվա Քնեսետում ունեցած ելույթը։ Կարծես թե Նետանյահուն գոհ էր Թրամփի ելույթից, բայց այդպես էլ չհաստատվեց Եգիպտոս նրա մեկնելը։ Իդեպ հատկանշական է, որ կրկին տեղեկատվական արտահոսքների համաձայն Թուրքիայի նախագահ Էրդողանը տեղեկացրել էր, որ եթե Էրդողանը լինի, նա չի մեկնի Եգիպտոս։ Այս գագաթնաժողովը իսկապես խոստանում է պատմական դառնալ, քանի որ եթե ստորագրվի, այսինքն երբ ստորագրվի այդ համաձայնագիրը, այն հիմքը կստեղծի հաջորդ քայլերի համար։ Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչ շուրթերից հնչել է հայտարարություն այն մասին, որ Իսրայելը միգուցե պատրաստ լինի ճանաչել Պաղեստինի պետականությունը։ Այդ մասին հայտարարությամբ հանդես եկավ Եվրամիությունում Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչը, եւ դա իսկապես կարելի է այսպես փոքր սենսացիա համարել, որը կարծում եմ շատ ավելի լուրջ հետևանքներ կունենա եւ այդ քայլերին արժի սպասել շուտով։ Իսկ ինչով էր պայմանավորված Հայաստանի վարչապետին ուղղված հրավերը։ Դա իհարկե բոլոր իմաստներով դրական երևույթ է, այն վկայում է այն մասին, որ Հայաստանը արդեն ընկալվում է ոչ միայն որպես նախկին խորհրդային պետություն, ոչ միայն որպես հարավային Կովկասի պետություն, այլ նաև մեծ մերձավոր արևելքի մասը կազմող պետություն։ Իհարկե Թրամփին կարևոր է, որպեսզի այս գագաթնաժողովին ներկա լինեն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, որպես օրինակ իր կողմից հաշտեցման բերած հայ ինչ-որ խնդրի լուծած խնդիր։ Իդեպ նշեմ, որ այս պաղեստինյան Գազայի վերաբերյալ այս գործարքի գլխավոր հեղինակը, բանակցորդը եղել է հենց նույն այն Ստիվ Վույթկոֆը, որը համարվում է այդ TRIP նախագծի գլխավոր ճարտարապետ։ Թրամփի համար կարևոր էր ստեղծել Ալիևին եւ Փաշինյանին հանդիպման համար նոր հարթակ, քանի որ վերջին հարթակը, որում նրանք հանդիպել են, Թրամփի համար իհարկե այդքան էլ հաճելի հարթակ չէր եղել, վերջին անգամ նրանք հանդիպել էին ԱՊՀ գագաթնաժողովում Դուշանբեում հոկտեմբերի 10-ին։ Այս միջոցառումը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները իհարկե կրկին օգտագործեցին հանդիպելու համար, ոչ պաշտոնական հանդիպում է եղել, նրանք զրուցել են, իդեպ նաև նրանց հետո միացել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Նշեմ, որ Հայաստանը ունի բնական շահեր այդ մերձավոր արևելյան տարածաշրջանում,
Առնվազն 1.5 հազարամյակի պատմություն ունի հայկական ներկայությունը այդ տարածաշրջանում, ինչը հավանաբար հաշվի են առել Հայաստանի վարչապետին այդ կարևոր միջոցառմանը հրավիրելիս։ Իդեպ ժամանակին հենց Երուսաղեմի հայկական թաղամասի պատկանելիության հարցն է եղել գլխավոր վիճելի հարցերից մեկը 2000 թվականի Քեմփ Դեվիդյան բանակցությունների ժամանակ, երբ Բարաքին եւ Արաֆատին այդպես էլ չհաջողվեց այդ հարցի վերաբերյալ համաձայնության գալ, չնայած Բիլ Քլինթոնի բոլոր միջնորդական ջանքերին։ Եվ եթե Հայաստանի դիվանագիտությունը ճիշտ օգտագործի այն, որ Հայաստանը հրավիրված է այս միջոցառմանը, միգուցե Հայաստանի իրավունք կարողանա ունենալ ներկա գտնվելու նաև Երուսաղեմի ապագա կարգավիճակի վերաբերյալ անխուսափելի բանակցություններին։ Այսինքն, եթե սկսվում է ինչ-որ հաշտեցման պրոցես, բնական է, որ հաջորդ փուլերից մեկում ուշ թե շուտ կհնարկվելու է նաև Երուսաղեմի կարգավիճակի հարցը, իսկ Հայաստանը այս դեպքում եւս ձայնի իրավունք պահանջելու այսպես հիմք կունենա։ Նշեմ, որ եւ Պաղեստինը եւ Իսրայելը գնահատում են հայկական ներկայությունը տարածաշրջանում, հայկական համայնքի դերն ու նշանակությունը, եւ դրա դրսևորումներից մեկը կարծում եմ այն է, որ Պաղեստինի ղեկավարը երկրի արտգործնախարար է նշանակել մեր հայրենակցուհի Վարսեն Աղաբեկյանին, իսկ Իսրայելի վարչապետը կառավարության պաշտոնական ներկայացուցիչ է նշանակել նույնպես մեր հայրենակցուհի Շոշ Բեդրոսյանին։ Արդյոք Իլհամ Ալիևին հրավիրել էին պարզապես պարիտետը պահպանելու համար։ Չեմ կարծում, որ միայն դրա պատճառով, թեև Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջեևը ասել է, որ Ալիևին ուղղված հրավերքը ապացուցում է այն, որ Ադրբեջանի տարածաշրջանային աշխարհաքաղաքական նշանակությունը շարունակում է աճել։ Իհարկե, եթե Հայաստանի վարչապետին հրավերք չլներ, Ալիևին չէր լինի, բայց կարելի է ասել նաև հակառակը, հա, նրանք միասին են հետաքրքիր Թրամփի համար։ Բայց ամեն դեպքում Իսրայելը նաև սեփական բնական շահերը ունի այդ տարածաշրջանում, ադրբեջանական պետական նավթային կորպորացիան նավթային գազային պրոյեկտներ ունի Իսրայելում եւ հավանաբար Թրամփը նաեւ հույս ունի հրավիրելով Ալիևին այս միջոցառմանը, որ Ադրբեջանը կմասնակցի գազայի վերականգնողական ծրագրերին, համենայն դեպս գոնե ֆինանսավորման ձևով։ Իդեպ նաեւ կարեւոր է նկատել, թե ով ում է դիմավորել օդանավակայանում, դա եւս վկայում է այն մասին, թե ինչպես է հրավիրող կողմը ընկալում հրավիրված հյուրին։ Օրինակ Էրդողանին օդանավակայանում դիմավորել է անձամբ Եգիպտոսի նախագահ Սիսին, Հայաստանի վարչապետին դիմավորել է ավիացիայի նախարարը, իսկ Ադրբեջանին սպորտի նախարարը։ Կարծում եմ այնուամենայնիվ ավիացիան կառավարությունում ավելի կարևոր է, քան սպորտը։ Շնորհակալություն, Արտем։